Հարգելի հեռուստադիտողներ, շարունակվում է նախընտրական քարոզարշավ, ինչպես գիտեք, հունիսի 7-ին տեղի են ունենալու համապետական ընտրություններ, որին առաջադրվել են 19 քաղաքական ուժ, 16 կուսակցություն և 3 կուսակցությունների դաշինք։ Նախընտրական քարոզարշավի շրջանակում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այսօր քարոզարշավ է իրականացնում Արագածոտնի մարզում։ Այժմ մենք գտնվում ենք եզդիաբնակ Ալագյազ համայնքում և այժմ ես նաև պատրաստվում եմ զրուցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Արուսյակ Մանավազյանի հետ։ Տիկին Մանավազյան, նախ շնորհակալություն հնարավորության համար և կցանկանայի ձեր գնահատականը, ձեր տպավորությունը լսել քարոզարշավի թեպետ այս կարճ ժամանակահատվածի վերաբերյալ, բայց այդուհանդերձ քաղաքացիների հետ շփումները ձեզ մոտ ինչպիսի տպավորություն են թողնում, ինչպիսի կարծիք եք ձևավորում այսպես ընդհանուր, մթնոլորտի մասով։ Նախ դուք ինքներդ էլ մեզ հետ տեսնում եք, որ քարոզարշավը շատ ջերմ է ընթանում, այսինքն քաղաքացիները բավականին դրական մթնոլորտում է անցնում մեր քարոզարշավը եւ քաղաքացիների արձագանքները թերևս մեր խոսքից առաջ արդեն իրենք են մեզ ասում, մենք ինչ փոփոխություններ են կարել այս ընթացքում, ինչ աշխատանքներ են կարել եւ իսկապես իրենք են մեր փոխարեն այդ քարոզը անում, որ այն խոստումները, որ տալիս են մյուս ներկայացուցիչները որպես տեխնացու, մենք այդ խոստումներն այսօր արել ենք եւ մտնելով համայնք, իրենք արդեն իրենց տեսանելի բոլոր, այսինքն աշխատանքների արձագանքը տալիս են։ Ամենակարևոր բանը, որ կա արձանագրում ենք, դա խաղաղությունն է այսօր ձեռք բերված եւ այդ խաղաղության պայմաններում պետք է քաղաքացին մեզ տա իր քվեն, իր ձայնը, որպեսզի այն ինչ որ ունենք ձեռք բերված շարունակենք զարգացնել եւ առաջ գնալ։ Այսինքն այդ արձագանքը հենց քաղաքացուց այդ արձագանքը մենք ստանում ենք եւ մենք իրենց խնդրում ենք եւ առաջարկում ենք թույլ տալ, որպեսզի մենք շարունակենք այն ինչ որ այսօր ձեռք է բերվել եւ իհարկե պետք է նաեւ մտահոգվենք այն առումով, որ այո, ամեն բան արվելու է, արվում է, հիբրիդային իմաստով իրենց հնարավոր ձևերով ընդդիմությունը փորձելու է ինչ որ ձև մթնոլորտը փչացնել, բայց մենք իհարկե թույլ չենք տալու, որովհետեւ ժողովուրդը այսօր մեր կողքն է կանգնած, ժողովուրդը տեսնում է այն ինչ որ այսօր արվել է եւ արվելու է եւ ինքը իր ձայնը իր քվեով հաստատելու է հունիսի 7-ին այդ քվեարկությունը։ Մասնավորապես խաղաղության մասով տեսեք Տիկին Մանավազյան, ընդդիմադիր ներկայացուցիչները, քաղաքական մյուս ուժերի առաջնորդները ասում են, որ սա իշխանությունների կողմից մանիպուլյացիան է, հերթական սպառնալիքն է ժողովրդին, թե տեսեք, եթե մենք չլինենք նորից իշխանության, եթե մենք չվերընտրվենք կրկին 26 թվականին, ապա լինելու է պատերազմ, նրանք ասում են սա պարզապես ժողովրդի մոտ նման մտավախություններ, նման ընդհանուր մթնոլորտ ստեղծելու առումով է իշխանությունը, այսպես ասած, հորինում, ինչպես իրենք են ներկայացնում։ Տեսեք, իրենց միայն այն արտահայտությունը, որ իրենք փնտրում են այլ երաշխավորներ խաղաղության համար, արդեն իսկ խնդիր է։ Մենք ունենք ձեռք բերված արդեն պայմանավորված եւ կնքված հաստատված խաղաղության համաձայնագիր օգոստոսի 8-ին եւ այդ համաձայնագրի շրջանակներում այսօր մենք հոգ եւ խնամք ենք տանում այդ խաղաղությունը լիարժեք եւ լիարժեքորեն մենք այստեղ զգալու եւ արդեն զգում ենք, որովհետեւ սահմանին չունենք զո, որովհետեւ համայնքը զարգանում է եւ այդ զարգացումը միանշանակ նշանակում է, որ մենք ապրում ենք խաղաղ պայմաններում եւ պետք է դա պահենք, մենք պետք է տեր լինենք այն խաղաղությանը, որը ձեռք ենք բերել այսօր։